ինչի համար վերցնել գումարային ինչ-որ միավորներ, իսկ գումարը գործարքի համար այսօր գումար է անվերաբեր, ճիշտ եմ հասկանում։ 15-ից 25 թվականների հետ կապված, այո, բայց մի բան նշեմ, ներողություն եմ խնդրում, հեսա կպատասխանեմ ձեր հարցին, բայց եւս մեկ անգամ ֆիքսենք, խոսքը վերաբերում է բացառապես հաշվապահական փաստաթղթերին, որոնք որ կապված են հարկային փաստաթղթերի հետ կապված, եւ նաեւ այլ փաստաթղթեր, որոնք որ էլի վերաբերում են հարկային հաշվապահական փաստաթղթերին, որովը նշում գումարային միավորի, ինչ որ գույքային միավորների մասին առհասարակ խոսք չի գնում։ Դա միակ անգամյա գործարք է, թե բարբերաբար բնույթ է կրել, պարբերական, եւ որ թվերին այդ գործարքը արվել, որը իբր խնդրո առարկա է ընկալվել։ Ինչպես արդեն նշեցի, 2015 թվականից մինչև 2025 թվականների ընթացքում որոշակի ընկերությունների հետ կապված, եւս այդ ընկերությունների անվանումները չեմ կարող բացահայտել, այդ ընկերությունների, որոնք մեկը չէ, երկուսը չէ, երեքը չէ, բազմաթիվ ընկերությունների հետ կապված կատարվել են գործարքներ, գործարքների իմաստը վերաբերում է նրան, որ ձեռք են բերել համապատասխան բժշկական պարագաներ, որոնք իբրև կարող է Իզմիրյան բժշկական կենտրոնը ավելի էժան գնով ձեռք բերել անմիջապես ներմուծողից կամ արտադրողից, եւ իբրև ձեռք են բերել բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից։ Ինչ է իրենց ենթարկում եւ այսօր սրանով ավարտվելու է այս process-ը։ Տեսեք, ներկա պահին այս քննչական գործողությունից զատ այլ վարույթային կամ քննչական գործողությունների վերաբերյալ որոշակիություն չկա։ Ամենայն դեպս, եթե նման գործողություններ պլանավորվեն կատարեն, վարույթ իրականացնող մարմինը մեզ դրա մասին կհայտնեն։ Բայց ես ոնց հասկանում եմ, ներկա պահին ներկա պահին ոչ բերման ենթարկելու, ոչ ձերբակալելու ինչ-որ ոչ նախադրյալներ կա, սկսենք դրանից։ Երկրորդ էլ որևէ նմանատիպ գործողություններ վարույթ իրականացնող մարմինը չի պլանավորում։ Հիմա վերադառնամ ձեր հարցին, թե ինչի հետ է կապված։ Ես իմ խոսքի նախապանի մեջ նշեցի, այս վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ։ Հարցը առաջանում, եթե 4 ամիս առաջ է նախաձեռնվել, ինչ որ նվազագույն տվյալներ այդ ժամանակ են ունեցել։ Պարստրամաբանությունը հուշում է, որ հենց այդ ժամանակ էլ որպես հրատապ կատարվող քննչական գործողություն, խուզարկություն, եթե դրա անհրաժեշտությունը կար, պետք է կատարեին հենց նույն օրը կամ հաջորդ օրը, բայց ոչ 4 ամիս անց։ Հիմա հարց կարծում եմ հրետորական, որն է դրա պատճառը, կարծում եմ բոլորը այդ պատասխանը շատ լավ գիտեն, որտեղ վերջի ժամանակահատվածում այնինչ տեղի է ունենում եկեղեցու շուրջ եւ մասնավորապես վեհապարի շուրջ, ես կարծում եմ բոլոր պատասխանները այս Պարոն Ալեքսանյան, 4 ամիս առաջ եք ասում նախաձեռնվել է վարույթը, որոնց Չարչյանը հրավիրվել է հարցաքննության։ Բացարձակ մենք այս վարույթի գոյության մասին իմացել ենք այսօր, իմացել ենք այս վարույթային քննչական գործողության կատարման շրջանակներում մինչ այս պահը Արմեն Չարչյանը եւ Իզմիրյան բժշկական կենտրոնի որևէ աշխատակից, սկսած տնօրենից, փոխտնօրենից եւ վերջացած յուրաքանչյուր այլ աշխատակցի հետ կապված որևէ հրավեր վարույթ իրականացնող մարմին որևէ վարույթային գործողության մասնակցելու վերաբերյալ բացարձակապես, ինչպես ձեր համար այս ամեն ինչը անակնկալ եղել, այնպես էլ մեր համար է։ Իսկ բարձրաստիճան հոգևորականները, որը քիչ առաջ նշեցի, պարոն Ալեքսանյան, իրենք հրավիրվել են հարցաքննության կամ ինչ որ ձևով անցնում են այս վարույթը։ Տեսեք, այս զամբյուղի վերաբերյալ մեծ տեղեկություն առհասարակ հայտնի չի, որովհետև խուզարկության որոշման մեջ թե բացահայտված են որոշակի փաստական հանգամանքներ, բայց նաև ես պատասխանելով սիրելի Սյուզիի հարցին, թե ինչ բարձրաստիճան հոգևորականների մասին է խոսքը գնում, առհասարակ դրա մասին որոշակիացված նյութ չկա։ Թե կոնկրետ X-ը, Y-ը անձը, առհասարակ անուն չկա։ Մենք չգիտենք, թե բարձրաստիճան հոգևորականը ով է կոնկրետ կամ ովքեր են, եթե իրանք մեկից ավել են եւ առհասարակ փոխկապակցվածություն ունեն թե ոչ։ Ես վստահ եմ, որ չունեն, բայց ավելին ձեզ ասեմ, այնիշ խուզարկության որոշման մեջ նշված է բացառապես օպերատիվ տեղեկությունների մակարդակում։ Մենք ֆիքսենք, որ օպերատիվ տեղեկությունները դատավարական իմաստով դրանք ապացուցողական զամբյուղ չեն, ապացուցողական որևէ նշանակություն չունեն, հետևաբար այս պայմաններում մենք ունենք պարզապես սնանկ փաստական տվյալների հետ գործ։ Պարոն Ալեքսանյան, գործը ինչպես է վարույթը, ինչպես է նախաձեռնել, տեղեկություն ունեք, արդյոք ինչ-որ կոնկրետ հաղորդումներ եղել չէ եղել, որոշել են անցնել այս գործը։ Տեսեք, որոշման նկարագրական մասի մեջ հստակ նշվում է, որ ԱԱՑ համապատասխան աշխատակիցը իր լիազորությունների իրականացման շրջանակներում հատկապես օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու շրջանակներում ավելի նվազ տեսակի
Միգուցե օպերատիվ հարցումներ, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում չեմ կարող ասել, որտեղ որոշակի ածված չի։ Իբրև այդ լիազորությունների իրականացման շրջանակներում ինքը ձեռք է բերել այն տեղեկությունը, որը որ ես քիչ առաջ ձեզ հաղորդեցի, եւ դրա հիման վրա հենց ԱԱԾ աշխատակիցն է ներկայացրել համապատասխան հաղորդում, եւ այդ հաղորդման հիման վրա հաջորդ օրը հոկտեմբերի 9-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այո։ Իրենց հետին թե ով ստեղծագործություն է, որովհետև մի քանի օր առաջ Փաշինյանը իր հաղորդակցությունում համարյա ընդունում է, որ այլևս մարտավարական առումով շարունակություն չկա, ասում է եկեղեցու թեման դեռ չգիտենք երբ հաջողության կհասնենք, բայց ընթացքում ակնարկվում է ինչ-որ ֆինանսական հարցերի մասին։ Տեսեք, որևէ բան չեմ կարող բացառել, բայց եկեք մի այսպիսի իրավիճակ հա ներկայացնեմ։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրավապահները որոշակի հանգամանքների բերումով, որոշակի կոնսենսուս ձեռք չբերելու պայմաններում նախաձեռնում են քրեական վարույթներ։ Այդ քրեական վարույթները նախաձեռնելուց հետո որևէ գործողություններ չեն կատարում, իսկ ինչու չեն կատարում։ Ոչ թե կա անհրաժեշտություն կատարելու, կան ելակետներ կատարելու չեն կատարում, ոչ, այլ չկան ելակետներ կատարելու։ Պարզապես քրեական վարույթները նախաձեռնում են, որոշակի հանգամանքներով պայմանավորված կոնսենսուսի եթե չեն գալիս, իսկ մենք ունենք այսօր իրավիճակ եկեղեցու հետ կապված, որ կոնսենսուս որպես այդպիսիք չկա, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 4 ամիս առաջ, որպեսզի եթե կոնսենսուսը չլինի, լինի իրավական հիմք որոշակի գործողություններ կատարելու համար։ Սա է ամբողջ պատճառը։ Դուք այս ընթացքում փորձեցիք կապ հաստատել այն ընկերությունների կամ սեփականատերերի հետ, որոնք աստորեն որոնց անունները շրջապատում այս գործի շրջանակներում, եւ հնարավոր համարում եք գործարանների նկատմամբ ռեսուրսներով ճնշումներ։ Կապ չենք հաստատել, որտեղ խոզարկության քննչական գործողության ժամանակ որևէ մասնակից այդ գործողության ընթացքում որևէ հաղորդակցվելու հնարավորություն որպես այդպիսիք չունի, հաշվի առնելով նաև հենց խնդրող առարկա հանդիսացող փաստական հանգամանքները, բայց պաշտպանական կողմը բնականաբար բոլոր միջոցները կձեռնարկի նաև որոշակի տվյալներ ձեռք բերելու համատեքստում, որպեսզի այն իրողությունը, որը ստեղծվել է Իզմայելյան բժշկական կենտրոնի շուրջ եւ հատկապես Արամեն Չարչյանի շուրջ, այդ ամբողջը հերկի։ Պարոն Ալեքսանյան, վարույթը կարծեմ նաև հարկերից խուսափելու հատկանիշներով է, ես երևի քիչ ավելի ուշ միացա պատասխանել էի, ինչքան հարկերի մասին է խոսքը։ Չեմ կարող ասել նախիկության գաղտնիքը։ Բայց կներեք, հարկերից խուսափել են այն ընկերությունները, որոնք ավել գումարով ձեռք են բերել, թե նաև Իզմայելյան ԲԿ-ն, որտեղ Իզմայելյան ԲԿ-ն էր վերաբերում քննչական։ Այո, դուք շատ ճիշտ նշեցիք, խոսքը վերաբերում է Իզմայելյան բժշկական կենտրոնին։ Եվ քանի տարի է խուսափել, դա կա պարոն Ալեքսանյան։ 15 թվականներից 25 թվականների մասին է խոսքը գնում առասարակ ամբողջ փաստական։ Մեծ գումար է, պարոն Ալեքսանյան։ Չեմ կարող ասել։ Եթե ավարտվել է, դուրս են բարձր։ Դուրս կգնացան։ Վերջ։